Ես իմ առաջին պայմանագիրը ստորագրել եմ 16-17 տարեկանում ալբոմների թողարկման ընկերության հետ ու այդտեղից արդեն շատ շուտ հասա ինչ-որ մեծ հաջողությունների։ Մենք հայերս մի քիչ շատ ենք հաշվում, այդ ազատությունը բանը մեզ մոտ այդքան չկա, դա մի քիչ ինձ խանգարել է, որովհետև դրսում այտենց շատ չեն մտածում, բոլորը ավելի ազատ են, բոլորը ավելի շուտ են իրենք գտնում իրենց ոճը, իրենց ստայլը։ Դուք նշեցիք, որ դրսում ավելի ազատ են, այստեղ ազատությունը որոշ առումով սահմանափակվում է։ Դուք ինչ նկատի ունեք։ Մի քիչ ազատություն, որ ոնց որ ասացի, իրենք իրենցը գտնեն, իրենք հասկանան, իրենք ով են, ինչ են ներկայացնում։ Ինչով են առանձնանում հայ երգիչ-երգչուհիները ձեզ համար։ Կարող եմ ընդհանրապես լավ բան չասեմ, ավելի լավ չասեմ ինձ թվում է։ Ինչպես եք գնահատում երաժշտությունը անորակ է թե որակյալ։ Մուղամ չեմ սիրում, ասպարեզը շատ է փոխվել։ Ես բան չունեմ ասելու, որ մարդիկ երգիչներ պիտի եկամուտ ունենան ու պիտի անեն այն ինչ որ կվաճառվի, այսպես ասած, ու իրենց կկանչեն համերգների եւ այլն, բայց միաժամանակ ես ափսոսում եմ, որ մարդիկ մի քիչ արվեստին տեղ չեն տալիս ու փորձեն ոնց որ երկուսը իրար հետ փորձեն աշխատացնել։ Հայ պերսոնայում այս անգամ հյուրընկալել եմ Դեր Հովային։